Ողջույն, այսօրվա մեր հյուրն է Անի Հարությունյանը, հոգեբան։ Անի, այսօր խոսելու ենք մի թեմայից, որի ընտրության ժամանակ մի փոքր կասկածում էի, արդյոք արժի ընտրել, չարժի, շատ է խոսվում այս թեմայից, բայց մտածեցի, որ մասնագիտական դաշտում շատ են մեզ դիմում այս հարցերով, սուպերվիզիային են շատ դիմում այս հարցերով, եւ մտածեցի, որ դու լավագույնս կարող ես ներկայացնել, խոսելու ենք մոտիվացիայից, հատկապես մոտիվացիայից ուսումնական process-ում եւ կուզեի հենց առաջինը սահմանեինք, հա, սա ինչ է մոտիվացիա, ինչով է դա կարեւոր մեր գործընթացներում տարբեր։ Ողջույն, իսկապես շատ արդիական հարց է, քանի որ իրոք մոտիվացիան շատ այսպես քննարկվող թեմա է ներկայումս, ես կասեի նույնիսկ Թրենդային այն առումով, որ բավականին հիմա շատացել է ուշադրությունը դեպի մարդու անձը, մարդու ինքնաճանաչումը, ինքնագիտակցությունը, սրանք դարձել են բավականին քննարկվող թեմաներ, ընդ որում ոչ միայն մասնագիտական, այնպես էլ ոչ մասնագիտական շրջանակներում եւ բացի այդ էլ շատ կարեւորվում է մարդու կայացումը, հաջողություններին հասնելը, սա էլ է բավականին այսպես գովազդված թեմա եւ սա անմիջականորեն բնականաբար կապվում է մոտիվացիայի հետ, որը այն ներքին շարժիչ ուժն է մարդու, որը ապահովում է այն պայմանները մարդու այդ հաջողության հասնելու, իր առջև դրված նպատակներին հասնելու առումով եւ բնականաբար եթե խոսում ենք սրա մասին, սա այսպես շատ ուղղակիորեն առնչվում է հենց կրթական ոլորտին։ Այստեղ էլ հայցերը բավականին շատ են այս առումով եւ հատկապես հոգեբանից են սպասելիքները եւ պիտի շատ լավ պատկերացնենք թե որտեղ է իսկապես հոգեբանի դերը այս հարցում եւ որտեղ է դպրոցի եւ ուսուցչի դերը այս հարցում, որովհետեւ այստեղ ուսուցիչը շատ որոշիչ դեր ունի իրականում, որոշիչ դեր ունենալով ունի սպասելիք դպրոցի հոգեբանից, եթե դպրոցում կա հոգեբան, աշխատում են հոգեբաններ։ Այս հարցին ոնց որ տեղավորելու ես հարցը բոլոր իր դարակներում, հա, կուզենայի, որ մենք մի փոքր ավելի իրեն պատկերացնեինք ժամանակակից արդի կրթության համատեքստում։ Իրականում կգամ այստեղից, որ կրթությունը, որպես այդպիսին կրթության կառավարումը ինքը երաստիճան մոդել է, կա հենց կառավարման մասին ենք եթե խոսում։ Դպրոցի առաջնորդությունը կառավարում է ուսուցչի գործունեությունը, իսկ ուսուցչի գործունեությունը ինքնին կառավարում է, որովհետև երբ որ մենք նայում ենք հենց կառավարման ֆունկցիոնալ առումով, դա իրենից ենթադրում է 4 հիմնական բաղադրիչ՝ պլանավորում, իրականացում, վերահսկում, առաջնորդում։ Իսկ ուսուցչի գործունեությունը հենց դա իրենից ներկայացնում, ըստ էության իսկապես այդ գործունեությունը հենց կառավարում է եւ նույնիսկ կան այդպիսի հետազոտություններ, որոնք փաստում են, որ լավագույն մենեջերները դրանք նախկին ուսուցիչներն են, որովհետեւ իսկապես բովանդակային առումով այս գործունեությունները շատ համանման են։ Իսկ եթե գալիս ենք ուսուցչից, դա արդեն երկրորդ ոնց որ աստիճանն է կառավարման, իսկ ուսուցիչը կառավարում է սովորողի ինքնակառավարումը։ Եվ սրանով պայմանավորված այդ երաստիճան կառավարման մոդելը կրթության ինքը մի կողմից դարձում է համակարգը բարդ, որովհետև իսկապես կրթությունը բարդ է, ինքնակառավարումը սովորելու առումով եւ նաեւ պիտի լինի նպատակը, այսինքն այդ ինքնակառավարումը եւ գործընթաց է եւ նպատակ է կրթության համար, որը որ պիտի տանի երեխային, սովորողին ավելի մեծ տարիքում դառնա ինքը պետք է դառնա ինքնակառավարվող անձ։ Այս ինչ է նշանակում այն ջան, մի քիչ բացենք, ինչ է նշանակում ինքնակառավարվող անձ, որովհետև վստահ եմ տարբեր կերպ է բացատրվելու այս եզրույթը եւ բնականաբար տարբեր տարիքներում կարող է տարբեր լինի այս ինքնակառավարման հմտությունների, հա, զարգացվածությունը։ Այո, բնականաբար այստեղ նաեւ կապենք մոտիվացիայի հետ, ինչից որ սկսել էինք, եւ այս երաստիճան մոդելը ինքը նաև վերաբերվում է հենց մոտիվացիային, այսինքն դպրոցի առաջնորդությունը մոտիվացնում է ուսուցչին, ուսուցիչը մոտիվացնում է աշակերտին, որպեսզի նա դառնա ինքնամոտիվացվող սեփական ուսումնական գործունեություն է կազմակերպելիս։ Եվ այստեղ արդեն մյուս հարցի ի պատասխան, որ այդ ինքնակառավարման կոնտեքստում շատ կարևոր է այ հենց
ինքնամոտիվացիան։ Այսինքն այդ հմտությունները եւս ենթադրում է ինքնակառավարումը, ենթադրում է հենց այդ հմտությունների արկայությունը եւ ոչ միայն։ Այսինքն դա սեփական նախ ինքնաճանաչում, սեփական մտքերի, հույզերի, կարողությունների, ուժեղ կողմերի, ռեսուրսների եւ այնուհետեւ ճիշտ արդյունավետ ռազմավարությունների մշակում եւ այս ամեն ինչի կիրառությունը իր արժեվ դրված նպատակներին հասնելու գործում։ Ըստ այմ շատ մասնագետներ կասեն, բա որտեղ մնաց ծնողը, ոնց որ մենք քննարկեցինք դպրոցի առումով ու շատ հաճախ ես նկատել եմ, որ այս հարցը ուղղում են դեպի նաև ծնողի դաշտ, որ դուք պիտի մի բան անեք, որ ձեր երեխան ունենա այս մոտիվացիան։ Եվ ծնողները ստիպված դիմում են հոգեբանին, ասելով, ես հաճախ նման դեպքեր ունեցել եմ, մոտիվացիան ընկել է, մի բան արեք։ Ես ուզում եի հասկանալ, ծնողը ունի դեր այս դպրոցի մոդելում, թե ոչ։ Ամեն դեպքում ծնողի դերը միշտ կա, դա չի կարող ընդհանրապես չլինել, բայց իհարկե եթե խոսում ենք մոտիվացիայի մասին, բնականաբար այստեղ առաջնամարտիկը միմիայն կարող ենք համարել ուսուցչին, որովհետև եթե վերադառնանք մոտիվացիային, ինչը դա իրենից ներկայացնում առհասարակ, ունի ներքին եւ արտաքին գործոններ։ Ներքին գործոնների մասին մենք արդեն ոնց որ թե խոսեցինք, դա մարդու ներքին որակներն են, նրա բոլոր ոլորտները, հոգեկանի ոլորտները, այդ ամբողջի ճանաչողությունը դրանց միջոցով եւ այլն, ինչի մասին որ խոսեցինք արդեն։ Արտաքին գործոնները դա միջավայրն է, որը ունի իր կարելի ասել հավասարազոր ազդեցությունը ներքին գործոնների հետ միասին։ Եթե խոսում ենք կրթության մասին, ապա միջավայրը դա դպրոցն է եւ ուսուցիչն է։ Եվ այդ ինտերակցիան ուսուցիչ-սովորող ինտերակցիան շատ կարեւոր է եւ որոշիչ է այդ մոտիվացիայի հարցում։ Այնպես, այսինքն ուսուցիչ առաջին մոտիվացնողը դա ուսուցիչն է։ Հիմա այստեղ պետք է հասկանանք իսկ որտեղ է հոգեբանը։ Որովհետև նաև հոգեբանին են դիպում այս հարցով շատ։ Շատ հաճախ նույնիսկ ուսուցիչը կարող է, երբ որ ինքը իր համար դուրս է բերում, որ խնդիրը մոտիվացիան է, ինքը նույնիսկ կարող է ինչ-որ հետքայլ անել եւ ասել, զբաղվեք այս երեխայով, նա չունի մոտիվացիա, կամ զբաղվեք այս դասարանով, մոտիվացիա, այստեղ չկա ուսումնական մոտիվացիա եւ ունենալ սպասելիքը հենց հոգեբանից։ Սա նույնիսկ մի փոքր ուտոպիստական պատկերացում է, որովհետև այդ ինտերակցիայի մեջ է այդ արտաքին գործոնը, միջավայրը, այդտեղ իդեմս ուսուցչի է եւ այդ ինտերակցիայում է, որ այդ մոտիվացիան կամ ինքը կա, կամ հակառակը մարում է եւ տեղի ունենում ապա մոտիվացիա։ Շատ լավ, եթե այսքան շատ բան ենք դնում ուսուցչի վրա եւ ակնկալում ենք դա ուսուցչից, տեսնում ենք ուսուցչի դերը, այս դեպքում որտեղ է հոգեբանի դերը։ Որովհետև չի ուզենա նաև որ ստեղծվեր տպավորություն, որ հոգեբանը այստեղ դեր չունի, եւ հակառակը մենք ասում ենք, որ դերը միայն ուսուցչինն է։ Եթե էլի այս նույն մոդելից գանք արտաքին եւ ներքին գործոնների, հա, այստեղ հոգեբանի հիմնական դերը դա ինքնաճանաչում աջակցելն է եւ նպաստելն է ինքնաճանաչմանը։ Սովորողի առումով իր ուժեղ կողմերի, իր ռեսուրսների, իրական պահանջմունքների եւ այն ռազմավարությունների, որով ինքը կիրառում է իր արժեվ դրված նպատակներին հասնելու համար, իսկ ուսուցչի համար ինքնաճանաչումը որպես ուսուցիչ, որպես առաջնորդ, ինչպես է իր դասավանդման ոճը, ինչպես է իր առաջնորդության ոճը, ինչքանով է մոտիվացնող, ինչքանով է տալիս այդ հնարավորությունը։ Կարծես առաջին քայլը հենց ինքնաճանաչումն է, որը բնականաբար, եթե հաստատությունում կա հոգեբան, իր առաջնային ոնց որ գործառույթներից կարող է լինել, թե երեխայի հետ աշխատանքում, թե ադմինիստրացիայի հետ աշխատանքում, թե ուսուցչական կազմի հետ աշխատանքում։ Անի հաճախ ենք լսում, որ այս դարում այն բառը ասեցի շատ գովաստված է նաև այս, չգիտեմ, ինչ որ ձգտումներ, ինչ որ մի բանին հասնել, արդյունավետ լինելը եւ հաճախ հանդիպում եմ երեխաների հատկապես դեռահասության շրջանում, ովքեր չունեն այդ ձգտումը։ Երբեմն ընդհակառակը ես մի լրիվ այլ բևեռում եմ տեսնում այդ
լրիվ մոտիվացիայի պակաս, ինչ որ մի բան անել, եթե այսօր հեշտ ինչ որ բան կարելի է գտնել, ստեղծել, անել, ու համացանցով օրինակ, հա, եւ այս մոտիվացիան շատ տուժած է լինում իրանց հենց ձգտումների տեսակետից եւ մյուս կողմից ծնողի շատ պահանջ է լինում, որտեղ ինքը պիտի դառնա արդյունավետ, արդեն պիտի 20-ային տարեկանից, չգիտեմ, որ ոլորտում լինի։ Եվ երբեմն հանձնված ուսուցիչներ եմ տեսնում, որովհետև ասում են, այս դարում ուղղակի անհնար է մոտիվացնել երեխաներին, որտեղ երբեմն հավասարեցնում են մոտիվացնել, հետաքրքրացնել բառերն էլ։ Ինչ խորհուրդ գուցե կտաս կամ ոնց կմեկնաբանես այս դարի արդիական խնդրի հետ ինչ անենք։ Իսկապես սա բարդ հարցերից, հիմնահարցերից մեկն է երևի թե ոլորտի, պետք է ասեմ, որ կրթությունը առհասարակ ճգնաժամային փուլում է եւ ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես ամբողջ աշխարհում եւ այդ անհամապատասխանությունը այն ինչ որ երեխան ուզում է, իրապես ուզում է եւ ինչ որ առաջարկում է կրթությունը, բավականին մեծ անդունդ է առաջացել այս երկու երևույթների միջև եւ դրա համար երբ որ մենք մեր պատկերացումներով ուզում ենք մոտիվացնել երեխային, որպեսզի նա սովորի այն, ինչը իրեն առաջարկվում է, իսկ դա իսկապես իրեն հետաքրքիր չի, ու սա չի նշանակում, որ առհասարակ երեխան չունի հետաքրքրություններ, այստեղ ուղղակի այդ կոնֆլիկտն է առաջացել եւ այստեղ է հիմնականում կրթության ճգնաժամը ամբողջ աշխարհում, որ ոլորտի մասնագետները լուծումներ են փնտրում այսօր, թե որը պետք է լինի եւ ինչ պետք է առաջարկի դպրոցի երեխային, որ իրապես իրեն հետաքրքիր լինի։ Ես կարծում եմ, որ այս խնդիրը կարող է լուծվել, կարող ենք լուծված համարել այն դեպքում, երբ որ գուցե, չգիտեմ, մի քիչ այլ այսպես հնչի, բայց տեսեք, գոյություն ունի հասկացություններ, երկու տարբեր հասկացություններ՝ ուսումնական մոտիվացիա եւ ճանաչողական մոտիվացիա, եւ դրանք տարբեր են։ Ես կարծում եմ, որ երբ որ այս երկու հասկացությունները բովանդակային առումով արդեն նույնական դառնան, գուցե այդ ժամանակ արդեն մենք ունենանք այն կրթությունը, որը իրոք հետաքրքիր կլինի երեխային, որովհետև ճանաչողական մոտիվացիան ինքը միշտ կա, միշտ առկա է, ի տարբերություն ուսումնական մոտիվացիայի, եւ սա երեխայի մասին չի ինչքան կրթական համակարգի մասին է։ Բնականաբար այդ քայլեր դեպի կրթության բովանդակությունը փոխելուն շատ մեծ քայլեր անում են այդ ուղղությամբ, սրա մասին շատ է խոսվում, որ այսօր ինֆորմացիոն դարաշրջանում ինչպիսին պետք է լինի դպրոցը, որպեսզի դադարի լինել միայն ինֆորմացիա եւ գիտելիք հաղորդող, որովհետեւ այդ մրցակցությանը բնականաբար դպրոցը չի կարող այլևս դիմանալ, համացանցի մասին է խոսքը, այդ դեպքում որը պետք է լինի, այստեղ արդեն կան բնականաբար այդ պատասխանները, շատ խոսվում է այդ մասին եւ շատ արդեն արված են քայլեր այդ ուղղությամբ, որ դպրոցը պետք է դառնա ավելի հմտություններ ձևավորող եւ զարգացնող ինստիտուտ։ Շատ կարևոր տարանջատում տվեցիր մոտիվացիայի տեսակների, հա, ուսումնական եւ ճանաչողական։ Հաճախ է շփոթմունք լինում, շատ կարևոր բան ասեցիր, որ երեխան միշտ ունի ճանաչողական մոտիվացիա, ի տարբերություն ուսումնական մոտիվացիայի։ Կարող ես դրանց տարբերակումները տալ եւ մասնագետի դերը որն է այս կամ այն տեսակի մոտիվացիայի հետ աշխատելու հարցում։ Ճանաչողական մոտիվացիան դա այն է, որը որ դրդում է երեխային, կարելի ասել, ծնված օրվանից ճանաչել աշխարհը։ Եւ փոքր տարիքից երեխան իր տարիքային տարբեր փուլերում տարբեր կերպ է ճանաչում, դա մենք գիտենք, թե ինչպես է նա այն փոքր տարիքից ամեն ինչ ձեռք տալիս, շոշափում, բերանը տանում, փորձում, փորձարկում, սա հենց դրդիչ ուժը այդ ճանաչողական մոտիվացիան է, որով ինքը բացահայտում է իր համար աշխարհը։ Ուսումնական մոտիվացիան դա արդեն այն է, ինչը որ պետք է դրդի երեխային իր կազմակերպել իր ուսումնական գործունեությունը որպես այդպեսին։ Եվ այստեղ է, որ այդ տարբերակումն է, որ իրենք գնալով շատ հեռանում են իրարից։ Եվ հիմնական խնդիրը հենց այստեղ է, որ կրթության մասին երբ որ մենք խոսում ենք եւ երբ որ ասում ենք, որ երեխաները մոտիվացված չեն, իրենց ոչինչ հետաքրքիր չի, այստեղ է, որ մեծահասակը մոլորության մեջ է լինում, չի կարող այդպես լինել։
Իրենք միշտ ունեն իրենց հետաքրքրությունները։ Ուղղակի ամբողջ հարցն է, որ այդ հետաքրքրություններին դպրոցը դադարել է բավարարել։ Այո, մանավանդ այսօրվա դարում ոնց որ նշեցինք, հա շատ այլ հետաքրքրություններ կա եւ իմ զգացողությամբ երեխաները շատ հաճախ շատ ավելի հետաքրքիր ոլորտներում են եւ գիտելիքային առումով ավելի առաջ են եւ հաճախ առարկայական ծրագրեր իրենց չեն բավարարում, որովհետեւ չեն տալիս ու չեն բավարարում այդ ճանաչողական հետաքրքրությունը։ Անին գիտես, մտածում էի, որ գործի բերումով, տեսել եմ, այս մոտիվացիայի հարցը շատ ծնողական տագնապի հետ է նաև կապվում եւ ուսուցիչների տագնապի հետ է կապվում, որովհետեւ այսպես մեծ արժեզրկող բան կա, երեխան ոչինչ չի ուզում, կորում է այս երեխան, ապագայում ինչ է լինելու, ու ես շատ ուժեղ ծնողական տագնապ եմ լսում այստեղ, ինչ կասես, ինչ անի հոգեբանը, այս սրա հետ, հա, այդ ծնողի տագնապի հետ, ուսուցչի տագնապի հետ, շտապողականության հետ, ինչ կարելի է անել։ Մի քանի այստեղ շերտեր կան իրականում, էլի կարող ենք վերադառնալ ինքնաճանաչմանը, երբ որ հոգեբանը օգնում է երեխային ինքնաճանաչողության հարցում, որպեսզի նա, որովհետև շատ հաճախ երեխան էլ է սկսում խճճվել այդ ծնողական դպրոցի ուսուցիչների սպասելիքների, իր սեփական իրական պահանջմունքների, ցանկությունների մեջ, իսկապես երեխան կարող է խճճվել, որովհետև դա այդքան էլ հեշտ չի։ Այդ ամենը նա մանավանդ այդ տարիքում ամբողջովին գիտակցել։ Այստեղ կարող է լինել հոգեբանի դերը, ինչ վերաբերվում է ծնողների եւ ուսուցիչների հետ աշխատանքին, ապա այստեղ երևի թե վստահությունը ավելի դեպի երեխայի իրական ցանկությունները եւ պահանջմունքները, որովհետեւ ամեն դեպքում այս արագ փոփոխվող աշխարհում երեխաները ավելի պատրաստ են ապրելու համար, քան մեծահասակները։ Իսկ այդ անորոշությունը բնականաբար մեծացնում է մեծահասակի տագնապը եւ իրենց էլ կարելի է հասկանալ եւ թե ծնողին, թե ուսուցչին, եւ վաղվա կյանքը ամեն դեպքում մեծահասակը պատկերացնում է իր պատկերացումների շրջանակում, բայց ինչպիսին է դա լինելու ոչ մեկս չգիտենք։ Եվ այս առումով ես կարծում եմ ամեն դեպքում որ երեխաները ավելի պատրաստ են իրենք այդ վաղվա օրվան եւ այստեղ վստահությունը երևի թե Այս տագնապները շատ սրվում են հատկապես ավագ դպրոցում։ Ես հաճախ հանդիպում եմ հենց խորհրդատվության մեջ այս հարցերին, ոնց մոտիվացնենք, որ ընտրի այս մասնագիտությունը, ախր ինքը լրիվ ուրիշ բան է ուզում, իսկ երեխան երբեմն չգիտի էլ ինչ է ուզում, եւ էլի պիտի վերադառնամ իմ հարցին, հոգեբանը ինչ կարող է անել այստեղ։ Այստեղ տեսեք, մենք դպրոցի մասին էլ երբ որ խոսում էինք եւ նաեւ հոգեբանի դերն էլ որպես դպրոցի մասնագետ, հա, քանի որ ասացինք, որ բավականին փոխվել է նաեւ դպրոցի հենց տեսլականը, ավելի գիտելիքահենից տեղափոխվելով հմտություններ ձևավորելու առումով, հմտություններ, կարողություններ, որ երեխան կարողանա գործ ունենալ ինչպես սեփական մտքերի, հույզերի, պահանջմունքների, նպատակադրման, դրանց հասնելու ուղիների, ստրատեգիաների, այնպես էլ այդ ինֆորմացիայի հետ գործ ունենալու, քննադատական մտածողություն, այն ամեն ինչը, ինչ որ համարվում է 21-րդ դարի հմտություններ եւ ավելի շատ հենց այստեղ է գալիս դպրոցի դերը եւ ուսուցչի եւ հոգեբանի երեխային աջակցելու առումով։ Բայց այստեղ էլ մի հետաքրքիր երևույթի հետ գործ ունենք այն առումով, որ կրթության այսպիսի տեղի է ունեցել կրթության, եթե կարելի ասել, փսիխոլոգիզացիա, այսպես ասած, հա, եւ կրթության հոգեբանության բովանդակությունը նույնիսկ տեխնիկաների առումով, նույնիսկ այն, որ սովորաբար օգտագործում է հոգեբանը եւ օգտագործում է հոգեբանական աշխատանքում, ինքը եկել է կրթության ոլորտ։ Սա շատ հետաքրքիր երևույթ է իրականում, իրենից ներկայացնում, ասենք նույն սոցիալ հուզական ուսումնառությունը ինքը ամբողջովին կառուցված է հոգեբանական տեխնիկաների եւ գործիքների հիման վրա։ Այսինքն այն ինչ որ առաջ հոգեբանն էր անում իր սենյակում, հիմա դա ակնկալվում է ուսուցչից, քանի որ կրթությունը նրա առջև դրել է հմտություններ, կարողունակություններ ձևավորելու պահանջը։ Եվ այստեղ էլ է շատ հետաքրքիր ձևով վերաձևակերպվում հոգեբանի դերը, եւ այս երևույթը առհասարակ
ունի բնականաբար թե իր դրական եւ թե իր ռիսկային կողմերը։ Արդեն կանխատեսում եմ հարց հոգեբանների, որ լավ դպրոց է, բայց միևնույն է այն վիճակում է ինչպեսին կա ու մենք հաճախ հանդիպում ենք այդ դեպքերի հետ։ Այստեղ միտք ծագեց, իսկ գուցե հոգեբանը պիտի մոտիվացնի նաև ուսուցիչներին, գուցե ուսուցչական մոտիվացիայի մասին էլ է խոսքը։ Հա, բնականաբար սա եւս շատ հետաքրքիր թեմա է, նամանավանդ ուսուցիչների համար, մենք մի տեսակ կենտրոնացել ենք երեխայի վրա, բայց այդ կրթության մասնակից որպես ուսուցիչը ինքը այս առումով էլ բավականին խոցելի է զուտ նրա համար, որ հուզական այրումը երևի թե ինքը այն ռիսկային խմբում է, որը որ իրենից այսպես ասած ենթակա է հուզական այրման եւ այստեղ էլ մոտիվացիան բավականին այսինքն անընդհատ գտնել է աղբյուրը, անընդհատ ոգեշնչվելու, ինքը իր արժև նպատակներ դնելու, ինքը ինչպես իրեն որպես մասնագետ աճացնելու, այնպես էլ երեխային սովորողին այս ամբողջ գործընթացը process-ը նաև իր ետևից տանելու, դրա համար իզուր չի, որ անընդհատ հիմա շատ խոսվում է ուսուցչի որպես առաջնորդի կերպարի մասին, ու սրա համար բավականին լուրջ ռեսուրսներ են պետք։ Եվ այստեղ այո, հոգեբանի դերը եւս բավականին կարեւոր է դառնում։ Եվ էլի երևի ինքնաճանաչման առումով, որովհետեւ ըստ իս ամենաառաջինը մարդ պիտի ճանաչի սեփական ուժեղ կողմերը, ցանկությունները, պահանջմունքները, հետաքրքրությունները, գիտակցի արդյոք ուզում է այդ դերում լինել, թե ոչ, որպեսզի այդ մոտիվացիայի կորուստն էլ չլինի, որտեւ երբ մենք անում ենք մի բան, որ չենք սիրում, հաստատ մոտիվացիան կորցնում ենք։ Անջան, ամփոփելով մեր զրույցը մի բան էի ուզում հարցնել, որ հաճախ այսպես հենց հոգեբաններն են հարցնում ու հենց հոգեբաններն են մոխրացման եզրին կանգնում, ինչպես հոգեբանին մոտիվացնել աշխատել կրթական ոլորտում, կրթության ոլորտում։ Հա, շատ կարևոր հարց, որովհետև իսկապես այսօր կրթության ոլորտում շատ մեծ է հոգեբանի դերը, բայց գիտենք նաև, որ ինքը չի համարվում համենայն դեպս այն ամենագրավիչ ոլորտներից մեկը չի, առաջիններից մեկը չի հոգեբանների համար, սա գիտենք։ Երևի թե սա իհարկե բնականաբար անձնական նախընտրությունը չենք կարող շրջանցել, սա շատ որոշիչ է այս դեպքում, բայց իրականում այն դերը, որ ունենում է այս ոլորտում հոգեբանը, երբ որ ինքը օգնում է, մենք շատ խոսեցինք ինքնաճանաչման մասին, երբ որ իր միջամտությամբ մարդը ճանաչում է ինքը իրեն, գտնում է ինքը իրեն, բացահայտում է ինքն իրեն, ընդունում է ինքն իրեն եւ գնում է առաջ, գնում է դեպի իր նպատակները եւ հասնում է այդ նպատակներին եւ այստեղ հոգեբանի դերը կարող է եւ սա իսկապես դառնալ մասնագետի համար մոտիվացիայի եւ ներշնչանքի աղբյուր։ Ու շեշտադրեցի շատ ներքին մոտիվացիայի կետերը, շատ հաճախ մարդիկ կարծես արտաքին մոտիվացիա են փնտրում, բայց երևի ամենակարևորը հենց ներքին մոտիվացիայի կետերն են, որոնք մեզ դրդում են ինչ-որ բանի, միջավայրն էլ բնականաբար նպաստում են։ Շնորհակալ եմ շատ հրավերությունելու համար եւ թեման հետաքրքիր ձևով մեկնաբանելու համար։ Ես եւս շնորհակալ եմ։